Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Բարձրակարգ և հատնտիր ձավարեղեն մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն Էլինե։ Ողջույն։ Ողջույն Ռիկի։ Իհարկե ակլորի կանչից առաջ ենք մենք արդեն գտնվում ձեր տանը, բայց ամեն դեպքում կարծում եմ մինչ կերակուրը պատրաստ լինի, մենք արդեն քաղցած կլինենք, որովհետև մենք չնախաճաշողներ ենք Էլինե։ Կարելի է։ Այո, համեցեք։ Հասցրել եք արդեն արթնանալ, թե ոչ, որովհետև անկեղծ պետք է խոստովանեմ, որ մենք դեռ չենք հասցրել արթնանալ։ Ես ֆիզիկապես հասցրել եմ։ Իսկ հոգեպես։ Իհարկե ոչ։ Ինչու՞։ Հոգեպես ինձ պետք է գոնե կես օրը գա, որ արթնանամ։ Այսինքն դուք էլ եք սիրում երկար քնել ուշ արթնանալ եւ օրվա ոչ ժամից է ձեր օրը սկսվում։ Դե աշխատանքով պայմանավորված սովորաբար շուտ 8 հոտ, այսինքն, բայց ընդհանրապես ես արթնանում եմ, ինձ նմանվում եմ ժամը 11-ից 12-ից, այդպես։ Կեսօրից հետո։ Հա, էլի։ Էլինե, նախ զբաղվում եք երկու ծայրահեղ իրար չհամապատասխանող մասնագիտություններով, բայց պետք է խոստովանեմ, որ երկուսն էլ ձեզ մոտ հրաշալի է ստացվում։ Շնորհակալ եմ։ Առաջինը դե չեք սիրում, որ ձեզ այդպես են ասում, դե ասեք ինչպես ձեզ անվանեմ առաջին մասնագիտությամբ։ Բացի արվեստագետից, բացի նկարիչ լինելուց։ Դե ասեք նկարչուհի, հետո ինչ որ չեմ սիրում։ Դե չեք սիրում, չեմ ուզում ձեզ Ամեն այդպես ինչ չի, որ մենք չենք սիրում եւ լինում է մեր սրտով, հիմա ոչինչ։ Համոզեցիք։ Մասնագիտությամբ նկարչուհի եք, բայց աշխատում եք նաեւ ռադիոյում։ Ինչպես հայտնվեցիք ռադիոյում առհասարակ։ Իրականում մի քիչ եկեք շուտ տանք սցենարը։ Շուտ տվեք սցենարը։ Մասնագիտությունս ակադեմիական, ավելի մոտ է հենց ռադիոյին, լրագրող, հանրային կապերի մասնագետ։ Դե բնականաբար ժուրնալիստիկայի ֆակուլտետում նաև սովորեցնում են ամեն ինչ հաղորդավարության հետ կապված։ Նկարչությունը արդեն շատ երկար ժամանակ է զբաղվում եմ, հոբի չի ինձ համար, ինչ որ տեղ արտ բլոգ է նաև, նկարչությամբ զբաղվում եմ շատ շուտվանից, սովորել եմ ստուդիայում պրոֆեսիոնալ տարբերակով, մի խոսքով ունեմ։ Իսկ որ ստուդիայում եք սովորել։ Կարող եմ հենց անունը տալ։ Գոնե մասնագետի անունը հնչեցրեք, իմանանք թե ով է ձեր։ Նկարչի անունը, ով ինձ Արմեն Բաբերցյան։ Բայց խնդրում եմ, կանջատեք ձեր հեռախոսի ձայնը։ Ես գիտեմ, ձեզ Instagram-ում բազմաթիվ մարդիկ են հետևում, բայց խնդրում եմ, անջատեք հեռախոսի ձայնը, որպեսզի հետագայում զանգերն էլ մեզ չխանգարեն։ Ինչպես սկսեցիք համատեղել ձեր երկու մասնագիտությունները, որովհետև ասացիք հոբի չէ, եւ շատ գովելի է, որ նկարչությանը չեք վերաբերվում որպես հոբի։ Ընդհանրապես, այո, շատ լուրջ եմ վերաբերվում, բայց գիտեք ինչ կար ինձ մոտ։ Նկարելը առանձին միայնակ գնում նկարում ես ու ինչ որ բան կար իմ մեջ, որը չէր ռեալիզացվում, կար պոտենցիալ, որը կարիք ուներ ռեալիզացվելու։ Այս այդ դեպքում իմ այն մասնագիտությունն է, որը քնել է, ես չէի ուզի լրագրող լինել, անկեղծ կասեմ, որովհետև ինձ ավելի շատ ստեղծագործական մի բան է պետք։ Լրագրությունն էլ շատ ստեղծագործական է, բայց ինձ համար չոր է։ Ես կուզեի լինել հենց հաղորդավար, ու ես միշտ եմ ուզել լինել հաղորդավար, TV եմ ուզել,
ռադիոն այդքան լավ չէի պատկերացնում ինչ է, բայց որ հիմա ճիշտն ասեմ, ռադիոն ես զգում եմ, որ ավելի իմն է, որովհետև ես այնտեղ շատ ազատ եմ, ես ընդհանրապես չեմ կաշկանդվում ռադիոյում ու մի խոսքով լսեցի հայտարարությունը հենց այդ ռադիո Ավրորայով լսեցի, որ փնտրում են հաղորդավար, ասեցի հələ սպասեք ռեզյումես ուղարկեմ, CV-ս ուղարկեմ մի հատ, ուղարկեցի, որպես կանոն պիտի հայավարի մտածեի, հա դե ինչ, այդքան CV կուղարկեն, բայց ուղարկեցի, շատ արդար կերպով զանգեցին, գնացի հարցազրույցի, ասեմ, որ սկզբի համար այդքան էլ ինձ չէին հավանել, այն որ դու զգում ես ամեն դեպքում, ոչ թե չէին հավանել, այլ մեր տնօրենը կարծում էր, որ եթե ես օրինակ նկարում եմ, լուրջ չեմ վերաբերվի ռադիոյին, կամ նա կարող եմ անել, կամ նա, բայց ես ասեցի, չէ, ես կարող եմ, եւ այո, ինձ հնարավորություն տվեցին, փորձաշրջան հետո արդեն աշխատանք, ես մի քիչ երկար պատմեցի, բայց ամբողջ պատմությունը սա էր։ Բայց բավականին ինֆորմատիվ պատմություն էր։ Էլինե, որոշել եք նկարելը նաև դարձնել արվեստի մեկ այլ ճյուղին շատ ավելի մոտ ինչ-որ պրոցես եւ գործողություն, որովհետեւ ձեր նկարների ստեղծման ընթացքը բավականին հետաքրքիր է, վերջերս տեղադրել եք նաև թրջկանի ջրվեժի մոտ կատարած ձեր Շարլ Ազնավուրի դիմանկարը։ Ինչպես են ծնվում այդ գաղափարները եւ արդյոք միայն դուք եք կանգնած այդ ամենի ետևում, թե ոչ։ Լինում է միայն ես եմ կանգնած, լինում է համագործակցում ենք այդ վիդեոն թրջկանի ջրվեժի, հենց այն մարդու հետ ենք որոշել, ում հետ նկարել ենք, այսինքն ով նկարել է վիդեոն եւ միտքը հենց այն էր, որ վիդեո նկարվի, որտեղ կլինի արվեստ, միաժամանակ շքեղություն եւ Հայաստան։ Միտքը դա է եղել։ Եվ ինձնից եթե անկեղծ շատ ժամանակ չի պահանջվում նման դեպքերում, որ ես մտածեմ, որովհետև միտքը գալիս է, չեմ կարող հստակ ասել ոնց է գալիս, որտեղից է գալիս, բայց միտքը գալիս է։ Ես չեմ նստել 5 ժամ մտածել, որ պետք է Շարլ Ազնավուրին նկարեմ թրջկանի ջրվեժի մոտ։ Այդպես մի անգամից։ Կհասցնենք դեռ խոսել ձեր ստեղծագործական ուղու մասին, իսկ հիմա անդրադառնանք հաղորդմանը։ Ամեն դեպքում գեղեցիկ ենք սնվելու, վստահ եմ, գեղեցիկի մեջ ներառված է նաև համեղը, կարծում եմ։ Հա։ Իսկ ինչ եք այսօր մեզ համար պատրաստելու։ Ասեմ, կպատրաստենք խորոված, Չէ էլ կասկածում, որ։ Չէ, բայց մի հատ պատկերացրեք, ես այդպես ձեզ համար։ Եկեք այսօր իմպրովիզ անենք, հենց այդպես էլ անենք։ Խորոված կպատրաստեք մեզ համար։ Ոչ, ես չեմ սիրում եւ իմ ռեպերտուարը չի։ Ես կարծում եմ, որ պետք է պատրաստել այն, ինչը տվյալ մարդու ռեպերտուարի մեջ է։ Որը այդպես էլ չեք ասում, թե ինչ է լինելու։ Ես կպատրաստեմ պաստա, սոուսը դուք կընտրեք, ես ձեզ կառաջարկեմ արաբիատա կծու, այսպես լոլիկով սոուս կամ quattro formaggi 4 բանի դուք կընտրեք։ Այսօր ինչ կուզեք դուք, quattro formaggi թե arrabbiata։ Ահա, նա նախընտրեց quattro formaggi-ին։ Ահա, 4 բանիր եւ կպատրաստենք գրիլ բանջարեղենային, նու կիսա գրիլ, մի փոքր այդպես հենց գրիլի տարբերակ չի։ Հավի մսով, այսինքն հավի կրծքամսով եւ հետաքրքիր սոուսով համեմված տարբերակով։ Դա ինչ որ իմպրովիզային ուտեստ է, որը հավանում են հիմնականում, կարծում եմ դուք էլ կհավանեք եւ կպատրաստենք աղցան։ 3 բան եք մեզ համար պատրաստել։ Գիտեք, 3 բան ասում եք, բայց մեկը օրինակ էստեղ է եփվում, մյուսը էստեղ է եփվում, այսինքն մեկը մյուսին չի խանգարում։ Ես ընդհանրապես վերջնական արդյունքի մասին էի հարցնում, բայց շատ լավ էլին է։ Գնումներ ունենք կատարելու, ճիշտ է։ Այո։ Դե առաջարկում եմ այս պահին գնանք ձեր տան դիմացի հատված եւ տեղավորվենք մեքենայի մեջ ու գնանք գնումներ կատարելու, համաձայն եք։ Իհարկե։ Շնորհակալություն։ Գնացինք։ Բայց տենց մի հեռացեք, Էլինե, խնդրում եմ։ Չէ, ես պիտի տենց հեռանամ։ Ինչու։ Իմ վիդեոներում էլ եմ տենց հեռանում։ Հա, բայց հիմա քո վիդեոները չի, հիմա մեր վիդեոներն են։ Հա, բա դուք ասեք ձեր վիդեոներում ինչ անեմ, տենց կանեմ։ Դա ասում եմ, էլի ասում տենց։ Հիմա հետ կամ կամաց հեռանամ։ Եկել ես արդեն հետ, էլ ուր ես գնում, ինչի համար ես գնում։ Դե լավ, հիմա գնանք ենք։ Չէ։
Բա։ Քրոնո ենք լցնում հաղորդման, հասկացիր մեզ։ Ըխք։ 1000 ըխք, լիքը ըխք։ Էլինե, արդեն ձեր բակում ենք, ժամանակն է որպեսզի գնանք գնումներ կատարելու, մենք արդեն հստակ գիտենք, թե ինչ է մեզ պետք գնել խանութից, թե տեղում պետք է կողմնորոշվեք։ Չէ, դուք քանի որ սոուսը ընտրեցիք, ես պատկերացնում եմ։ Պանիրներ ու մի երկու բան։ Իսկ միշտ այդպես հստակ որոշում եք, թե ինչ է պետք, արագ կողմնորոշվում եւ գնումներ եք կատարում, թե ամեն դեպքում ինչպես վայել եք անանց մտնել, երկար ուսումնասիրել տեսականին։ Շատ արագ։ Շատ բարի, Էլինե, քանի որ ձյուն է տեղում, բարեբախտաբար, ես պետք է խնդրեմ, որպեսզի արագ տեղափոխվենք մեքենայի մեջ եւ այնտեղ շարունակենք մեր նկարահանումները։ Գնացինք։ Համեցեք։ Խնդրեմ, համեցեք։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Նայեք, ժեստ եմ անում։ Դավիթ, արձանագրեք, Էլինեն ամենաճիշտ կերպով է նստում, հրաշալի է։ Ես նույնպես Դավիթի համար պետք է բացեմ դուռը։ Համեցեք։ Խնդրեմ, Դավիթ։ Էլինե, բնակվում եք քաղաքի արվարձաններից մեկում, եթե թույլ կտաք, հնչեցնեմ անունը թաղամասի, նոր Խարբերդում եք բնակվում, միշտ այստեղ եք ապրել, թե տեղափոխվել եք։ Ոչ, տեղափոխվել ենք։ Իսկ հարմարվել եք մի փոքր անանցանելի ճանապարհներին եւ ոչ շատ ենթակառուցվածքներով թաղամասին։ Ես ոչ։ Ինձ համար շատ կարևոր է շարժը, ես չեմ սիրում շատ ամայի, շատ խախանդ, անգամ բնակվելու տեսանկյունից չեմ սիրում։ Լավ շարժվում ենք այս պահին իդեպ։ Այս պահին այո, որովհետև չի փայլում այս հատվածը իր ասֆալտապատմամբ։ Իսկ որտեղ եք ստեղծագործում, որովհետև ձեր տանը որպես այդպիսին արվեստանոց չնկատեցի։ Իմ արվեստանոցում Էրեբունիում է գտնվում, Արցախի փողոցի վրա։ Այդտեղ եմ ստեղծագործում միայն։ Էլինե, հիմնականում հաղորդման այս հատվածում մենք մշտապես մեր հյուրերին տալիս ենք նույն հարցը։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար եւ բարելավվեր։ Տեսեք, հենց մարդկանց հետ կապված կփոխեի։ Կդարձնեի մարդկանց ավելի զիջող, ավելի օրինակ երթևեկության հետ կապված, երբ մեկը մյուսին չի զիջում, մենք գիտենք ինչ է կատարվում կամ մեկ այլ տեղում։ Ես ուղղակի մարդկանց մեջ դա կավելացնեի, կդարձնեի զիջող, ժպիտ կավելացնեի, դրականություն եւ դյուրագրգիռ վիճակները կհեռացնեի, որպեսզի մարդիկ կարողանային գոնե մի փոքր ավելի թեթև ապրել եւ դա իրենց հաստատ կբերեր ավելի բարություն, ջերմություն եւ ընդհանուր օդը անգամ այդ դեպքում կփոխվեր։ Էլինե, նշեցիք, որ նաեւ պատրաստվում եք մեզ հյուրասիրել բանջարեղենային գրիլ, բայց ինչպես հասկանում եմ, բանջարեղեն չենք գնելու, այո, որովհետեւ արդեն նախապես գնել էիք դուք։ Այո, այո։ Ինչն է այս պահին մեզ համար ծայրահեղ անհրաժեշտ։ Պանիրները, որովհետև խնդրեմ, տեղափոխվենք պանիրների կողմ։ Մեզնից աջ են դրանք գտնվում։ Ահա, այստեղ են պանիրները։ Ինչ պանիր է հարկավոր։ Առաջին հերթին ինձ թվում է պարմեզան։ Այո։ Հետո ռոկֆոր, բայց ռոկֆոր կա տանը, մացարելա։ Էլինե, համ թվարկեք, համ վերցրեք, խնդրում եմ։ Ահա, այդպես կարելի է։ Այո, այդպես էր պետք։ Բայց ես չգիտեմ այստեղ որտեղ։ Անցակ պանիրները արդեն, երկու անգամ անցակ Էլինե պանիրները։ Ահա եւ դուք պանիրների դիմաց եք գտնվում։ Ձեզնից աջ 6 սանտիմետրային կողմ գտնվում են պանիրները։ Դուք ասացիք, որ շատ արագ եք կողմնորոշվում, բայց փորձը հակառակն է ցույց տալիս։ Խնդրեմ Էլինե, այստեղ բոլորը պանիրներ են։ Ահա, խնդրեմ։ Կողմնորոշվեք։ Իսկ ինչ ենք խմելու։ Խմելու։ Այո։ Գինի։ Նռան գինի։ Նույնիսկ նռան գինի։ Դե ես գնամ գինին ընտրելու, դուք այստեղ որոշեք թե։ Բայց գինի էլ ունեմ ես։ Էլինե, դե ես ձեզ տանը կսպասեմ, լավ է։
Բազմահազարանոց պանիրների տեսականուց ոչինչ չհավանեցիք, Էլինե, եւ եկաք արդեն։ Հավանեցի, ինձ պետք էր պարմեզան, փնտրում եմ։ Փնտրում եք պարմեզան եւ ռոկֆոր եւ մոցարելա, ճիշտ եմ հիշում։ Ռոկֆոր կա, մոցարելա եւ պարմեզան, այո։ Իսկ ո՞րն է 4-րդ պանիրը։ 4-րդ պանիրն էլ կա։ Ո՞րն է, անունը հնչեցրեք, խնդրում եմ։ Սովորաբար ես մի քիչ այս դեպքում շեղվում եմ եւ օգտագործում եմ այս պարագայում հենց մեր պանիրները, այսինքն Չանախ, լորի։ Լորի։ Իրականում շատ համեղ է ստացվում, չնայած վերջում դուք կասեք։ Անպայման անկեղծ կարծիքս կասեմ։ Դե խնդրում եմ դուք վերցրեք այստեղից պարմեզանը, որը վերջապես գտաք, ինչպես նաև վերցրեք մնացած անհրաժեշտ պարագաները, մենք արդեն կհանդիպենք դրամարկղի մոտ։ Էլինե, իհարկե վստահեցնում էիք, որ դուք շատ արագ եք կողմնորոշվում գնումներ կատարելիս, բայց փորձը ցույց տվեց լրիվ հակառակն։ Ինչևէ, միևնույնը չենք դժգոհում ձեր հնարավորություններից եւ այսպես ձեր գնումների ընդհանուր հանրագումարը կազմում է 3586 դրամ եւ առաջարկում եմ թույլ տաք, որպեսզի մենք կատարենք վճարումը ձեր փոխարեն։ Ես մեծ սիրով թույլ կտայի, բայց քանի որ դուք իմ հյուրերն եք, ես վճարեմ։ Ամեն դեպքում եւս մեկ անգամ առաջարկում եմ մենք վճարենք ձեր փոխարեն։ Դուք իմ հյուրերն եք։ Դրա համար ես կվճարեմ։ Մոտակային քարտում եք։ Ոչ։ Եվ անկախ այն փաստից, որ մեր համակարգողը ձեզ տեղեկացրել էր, որ գնումները պետք է կատարենք միասին, դուք թողել եք ոչ այնքան շատ բաներ գնումներ կատարելու համար։ Ոչ, իրականում հիմա կհասկանաք ինչու։ Դե բացատրեք, լուսավորեք մեզ թե ինչու։ Իհարկե, մերսի շատ։ Սա որտեղ եմ թողնում։ Հա։ Էլինե, լուսավորեք մեզ։ Նայեք, իրականում այն ամեն ինչը օրինակ կա ռոկֆոր պանիր, որը ես միշտ սիրում եմ եւ միշտ կա բանջարեղեն, որը էլի միշտ կա, այսինքն ես դա միշտ գնում եմ։ Այն ինչը որ հստակ էր, այսինքն պետք է պատրաստեինք, այսինքն պանիրը, այնտեղ հաց, հյութեր եւ այլն այն ինչ որ մեզ պետք էր գալու այսօր, այո, ես դա գնել եմ։ Այսօր Համոզեցիք, Էլինե։ Էլինե, սուրճի սիրահար եք թե ոչ։ Այո, մեծ սիրահար եմ։ Ուրեմն հատուկ ձեզ համար ներկայացնում եմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Lebo սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ եմ։ Slabodան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Slaboda մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան Slaboda մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Slaboda բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստո 20 թվականի հետազոտության արդյունքների, Slaboda արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ եմ, ես ծանոթ եմ եւ շատ ուրախ եմ, որովհետեւ այսօր էլ կօգտագործենք մեծ սիրով ու ինձ թվում է կգոհացնի։ Միանշանակ։ Էլինե, այո, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են։ Օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե այն փաթեթավորված է գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Նոր փաթեթավորմամբ, ապակե տարայով, սև աղացած պղպեղ, կարմիր կծու աղացած պղպեղ, կարմիր քաղցր աղացած պղպեղ եւ նորույթ հատիկավոր սև պղպեղ նոր փաթեթավորմամբ։
Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մարանիկ ընկերության կարգախոսը։ Իհարկե։ Հապա։ Ընտրյալ հատիկ, համի գախնիկ, Մարանիկ։ Հրաշալի է, սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ եմ։ Էլինե, վերջապես հասանք ձեր խոհանոց։ Ես այս պահին ցանկանում եմ թվարկել բոլոր այն բաղադրիչները, որոնք մենք օգտագործելու ենք տարատեսակ ուտեստներ պատրաստելիս։ Իդեպ ասեմ, որ ես նույնպես ձեզ հետ միասին մասնակցելու եմ այս ամենին եւ պետք է խնդրեմ, որպեսզի ձեր պատրաստած 3 ուտեստի համար մտածեք անվանումներ վերջում, երբ մենք անցնենք։ Մի րոպե, անկախ նրանից ինքը ունի թե չունի։ Այո։ Հա, իմպրովիզ։ Իմպրովիզ։ Հասկացա։ Եվ այսպես մեզ անհրաժեշտ է լինելու, եթե չեմ սխալվում, սերուցք, այո, 4 տեսակի պանիր, իհարկե դուք խանութում նշեցիք, որ կօգտագործեք հայկական պանիր, բայց վերջում գնեցիք չեդեր, այո, ես շատ ուշադիր եղա, ես կբացատրեմ, մեր տանը շատ աղի չանախ էր, այդպես շատ աղի էր լինելու, այդ մեզ պետք չի։ Շատ բարի, կար դրված ռուկոլա, կար դրված պենե, տարատեսակ բանջարեղեններ, սմբուկ, պղպեղներ, լոլիկ, վարունգ և տեսնում եմ այնտեղ քինոա, ինչի համար է դա։ Աղցանի։ Աղցանի, իսկ կասեք քինոայի հայերեն անվանումը։ Սագախոտ։ Կեցեք, հրաշալի է։ Եվ այս պահին նաև ձեր լվացարանի մեջ հավը սառեցված վիճակից հետ է վերադառնում։ Ես իրեն պետք է այսպես կիսեմ։ Անցնենք գործի։ Ինչ ենք անում։ Կտրատում ենք այս պղպեղները գրիլի համար, ջեռոցի մեջ եփելու համար, ես ցույց կտամ ինչ տարբերակով է պետք կտրատել, եթե կարելի է կտրատեք ինձպես։ Կտրատեք, որպեսզի կտրատեն ձեզպես։ Մի կտրատիր, որ չկտրատվես։ Լրիվ։ Հապա։ Մենակ այստեղ մի հատ լավ։ Էլինե, կհիշեք ձեր ամենաառաջին կտավը, որն էր այն։ Պրոֆեսիոնալի մասին ենք խոսում, թե որ փոքր ժամանակ եմ նկարել։ Չէ, պրոֆեսիոնալ ձեր առաջին կտավը։ Ես ինչպես հասկացա, դուք չեք կարողանում համատեղել աշխատանքը եւ զրույցը, այո։ Ոչ, ես կարողանում։ Փորձը ցույց կտա։ Հիշեցի։ Մի հատ կտավ էր, որը նկարում էի ստուդիայում, աղջիկ էր եւ իր հետևի ֆոնին անտառ էր։ Հիշում եմ, որ մանուշակագույն ծաղիկների ուղեկցությամբ էր այդ կտավը, բայց ես այդ կտավը ընդհանրապես չէի սիրել։ Ինչու։ Չեմ սիրում այդ ոճի կտավներ։ Իսկ ո՞րն է ձեր ուղղվածությունը նկարչության մեջ։ Ես կարծում եմ ոճը, ես կարծում եմ ավելի մոտ է ռեալիզմին, բայց երբեմն նաև էքսպրեսիոնիզմ է հիշեցնում, այսինքն էքսպրեսիոնիզմը իմ շատ, այսպես ասած, գժված ժամանակ նկարած նկարներն են, երբ որ ես շատ տխուր եմ եղել, ջղային եմ եղել, այդ ժամանակ հաստատ իմ նկարը գնում է դեպի էքսպրեսիոնիզմ, բայց սովորաբար ռեալիզմով եմ նկարում, իսկ նկարում եմ այն ամենը, ինչը գեղեցիկ է, էսթետիկ է, բարիքներ, ծաղիկներ, այսպես ենք կտրատում, այսինքն մոտավորապես իր բաժանումներով։ Իր բաժանումներով բաժանում ենք 4 մասի։ Աշխարհի ամենադժվար գործողություն։ Ահա, սա պատրաստ է, հետո։ Բայց փոխում ենք իրեն փորձում ենք մի փոքր ավելի մաքրել, այսինքն այս հատվածները իրենից պետք է հանենք, որպեսզի գեղեցիկ ստացվի։ Էլինե, մենք այս ընթացքում ունենք հավելյալ այլ գործողություն, թե մեզ միայն մնում է ոսկերչական աշխատանք կատարել բանջարեղենների հետ։ Ոսկերչական աշխատանք բանջարեղենների հետ։ Դե, ուրեմն մենք մի փոքր կդադարեցնենք մեր նկարահանման ընթացքը, կկատարենք այդ ոսկերչական աշխատանքը եւ կվերադառնանք։ Համաձայն եք։ Այո։ Շնորհակալություն։ Էլինե, այս պահին բուռն աշխատանքային պրոցես է ընթանում ձեր խոհանոցում եւ ուզում եմ հասկանալ, առհասարակ լինում եք խոհանոցում, թե ոչ։ Լինում եմ, բայց ոչ հաճախ։ Ինչն է պատճառը, զբաղվածությունը, թե ոչ այնքան շատ սերը դեպի խոհանոց։ Չէ, ես սիրում եմ շատ պատրաստել, բայց
ժամանակի հետ կապված չի հաջողվում դե շտապես պատրաստել։ Կարծում եմ այդ դանակը հարմար չէ, գիտեք։ Ես էլ կարծեցի, բայց խնդրեմ, ես ձեզ դանակ կարող եմ ասում եի, որ արդեն ես զգում եմ, որ սկեսուրի հետ աշխատում եմ։ Ամեն դեպքում գոնե սկեսրայր։ Գոնե սկեսրայր։ Չէ, սկեսուր։ Թող լինի սկեսուր է լինե։ Ինչ գործողություններ ունենք առջևում, ինչ պետք է անենք։ Ասեմ, հավն էլ ենք կտրատում, տապակում ենք իրեն, մոտավորապես մի երևի 20 րոպե է պետք։ Դրանից հետո պենեն, այսինքն ընթացքում էլ, այն ինչ անում ենք, կարող ենք մեկը մյուսով ուղեկցել, խնդիր չի։ Հավը այս պարագայում այդ գրիլի համար է։ Պենեն ենք շոկ է խաշում, ինչպես ասում են, ընթացքում կպատրաստենք սոուսը և աղցանը, բանջարեղենը աղցանի կկտրատենք և շատ արագ կպատրաստենք քինուան ևս աղցանի համար է, որը նաև էլի կշոկ է խաշենք։ Իսկ ինչու է իմ առջև դրված տապակը։ Ահա, դա ամենակարևոր հատվածն է, պետք է ձիթայուղով այս ամեն ինչը ջեռոցում եփվի, այսինքն այն ինչ մենք նախապես ենք Դե եկեք չպատմենք, եկեք գործենք։ Բայց ոչ թե ձիթայուղով, այլ եկեք արևածաղկի ձեթով, համաձայն եք։ Ես արևածաղկի ձեթ եմ վերցրել, արևածաղկի ձեթով։ Չէ, մենք ենք ձեզ բերել, Էլինա։ Դուք ինձ բերել եք։ Խնդրում եմ, արեք գործողությունը։ Որ ասեցիք, ահա, լավ։ Այո, ինչ ենք անում, տապակը պատում ենք։ Այսպես, այո։ Արևածաղկի ձեթով։ Այնուհետև սրանք ուղղակի Մի րոպե, այստեղ մի շատ կարևոր գործողություն։ Բնականաբար նկարչուհին չէր կարող չլինել վրձնով։ Որից հետո պետք է տեղափոխենք բանջարեղենները, բայց կարծում եմ ձեթը այնքան լցրեցիք, որ ոչ թե գրիլ կլինի, այլ ուղղակի Դե ես ասեցի գրիլի էֆեկտով, բայց ինքը ջեռոցի մեջ պետք է եփվի։ Շատ լավ, կարող եմ արդեն տեղավորել սրանք։ Ուղղակի այսպես տեղավորում եք, ճիշտ է։ Բոլոր բանջարեղենները նույն տապակի մեջ է լինեն։ Սմբուկը, այնուհետև գազարը, այնուհետև պղպեղները եւ այնտեղ նաեւ կար լոլիկ, վարունգ եւ Դա աղցանի համար է։ Շատ բարի, ընդհանրապես այս բանջարեղեններն ենք տեղավորում, ճիշտ է։ Էլինե, դուք իհարկե էսթետ եք, դա չի քննարկվում։ Եվ ուզում եմ հասկանալ, ուտեստներ պատրաստելիս նույնպես շատ կարևոր է ձեզ համար վերջնական տեսքը, թե Շատ կարևոր է։ Դե տեսնենք, թե այսօր ինչպես եք մեզ զարմացնելու։ Տեսնենք։ Իսկ խոհանոցում լինում եք, դուք բավականին լավ եւ նախանձելի գործով եք զբաղվում, գործերով նույնիսկ կարելի է ասել։ Վաու, ըհը։ Կա ձեր կյանքում որևէ մարդ, ով իր կյանքը ձեզ հետ է կապելու այսուհետ։ Դե կա աշխարհում, բայց չգիտեմ ով է։ Այս պահին ձեր կյանքում Էլինա։ Դուք անդադար փորձում եք իմ բառերի մեջ գտնել սխալներ, բայց կարծես թե այն ձեզ մոտ բարեբախտաբար եւ ի օգուտ ինձ չի ստացվում։ Իսկ ես կարծում եմ դուք եք փորձում, որովհետեւ դուք նոր նեղվել էիք, որ ես կարիճ եմ։ Ну ոչ թե հորոսկոպով, թե չէ մարդ եմ։ Ասեցիք, հա, կարիճները, բան, տենց բաներ ասեցիք, ու ես կարծում եմ, որ դուք այնպես եք Էլինե, եթե դուք այդպես եք տրամադրվել, խնդիր չկա, ես կբարձրացնեմ բոլոր յետկադրային խոսակցությունները եւ վստահ եմ դուք դրանից չեք շահի։ Հիմա ներկայացրեք, թե ինչ գործողություն եք կատարում։ Ես հիմա հավն եմ կտրատում տապակելու համար, եւ որից հետո աղցանի համար արդեն կարելի է կտրատել բանջարեղենը ու եփել այն ինչ պետք է եփվի միաժամանակ, եւ կարծում եմ արդեն պետք է ուտել։ Ինձ համար որևէ գործողություն նախատեսված չէ։ Իհարկե նախատեսված է։ Հիմա ես մեծ սիրով կտրամադրեմ ձեզ սա։ Ահա։ Սա աղցանի համար է։ Ինչպես եմ կտրատում, կլոր, թե ենթադրենք խորանարդաձև։ Չէ, ինձ թվում է կլոր, այդպես աղցանի համար ավելի հարմար կլինի։ Կլոր կտրատում ենք վարունգը, այնուհետև կտրատում ենք լոլիկը։ Լոլիկը ինչ կերպով ենք կտրատելու։ Լոլիկը սկզբում 2 մասի, հետո 3 մասի, հետո 3 մասը 2 մասի։ Այսինքն 1 կես։ Բանաձև կա կոնկրետ սա կտրատելու։ Այո, հատուկ բանաձև է։ Հասկանալի է։ Էլինե, ինչպես հասկանում եմ, մենք չենք կարողանում համատեղել զրույցը եւ աշխատանքը, այդ իսկ պատճառով ես պետք է խնդրեմ, որպեսզի դուք
շարունակեք տանջվել, մենք այս ընթացքում կընդմիջենք նկարահանումը, որից հետո կվերադառնանք եւ մեր հեռուստադիտողներին արդեն ցույց կտանք, թե ինչ գործողությունների ենք հանգել։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Ինչ ա եղել, տրամադրվել ես, հա, ոնց որ, տենց անընդհատ ինչ-որ բաներ ես ուզում գտնես, խոսած դրա մասին, կեսուր, կեսրար, ինչ ա եղել, կբարձրաձայնեմ բոլոր խոսակցությունները, որը առանց ռեքի է եղել։ Հրաչ ջան, Վահան, սկզբի համար, Վահան սկզբի համար։ Դա, չէ, բայց ռեալ խափում եմ, որ դու ասեցիր, հա, կարիճ ես։ Իսկ ես մնացած բաների մասին չեմ խոսում, խոսամ։ Խոսա։ Խնդրում եմ ներկայացրեք, թե ինչ եք հենց այս պահին անում, Էլինե։ Հիմա հավն ենք տապակում, գրիլի հետ մատուցելու համար և ավելացնում ենք համեմունքները, սա հենց հավի համեմունք։ Մառանիկ ընկերության հավի համար համեմունքն եք օգտագործում, ճիշտ է։ Այո։ Ես այստեղ նաև կտրատել եմ ձեր իսկ հանձնարարությամբ բանջարեղենը, խնդրում եմ ընդունել լավ է այն թե ոչ։ Հիասքանչ։ Ես սա կվերցնեմ այստեղից, Էլինե։ Եվ համով է։ Ես շատ համեղ եմ կտրատում։ Առհասարակ մեզ դերասաններից, երբ իմանում են մարդիկ, որ մենք զբաղվում ենք դերասանությամբ, առաջին բանը, որ ասում են, դա հետևյալն է։ Դե մի հատ անեկդոտ պատմի, տեսնենք ոնց ես պատմում անեկդոտ։ Ուզում եմ հասկանալ, ձեզ արվեստագետներիդ, երբ հարցնում են ինչ եք մասնագիտությամբ եւ պատասխանում եք այն, ինչը չեք սիրում։ Այսինքն նկարչուհի։ Նկարչուհի, ոչ թե չեմ սիրում, որ նկարչուհի եմ, շատ եմ սիրում։ Նկարչուհի բառը չեմ սիրում։ Ինչու։ Չի, ես այդ ուհիներին մի քիչ դեմ եմ, դուրս չեն գալիս այդ ուհիով վերջացող։ Նկարիչ, երբ իմանում են, որ նկարիչ եք, ինչն է առաջին ասվող բանը, որը ձեզ նյարդայնացնում է։ Կարաս ինձ նկարես մի հատ։ Իսկ կարող եք ինձ նկարել մի հատ հիմա։ Հիմա ոչ։ Իսկ երբ կարող եք ինձ նկարել։ Եկող շաբաթվա մեջ։ Ավելացնում ենք նաև աղը այս պահին հավի վրա։ Առջևում ինչ գործողություններ են հաջորդելու Էլինե։ Առջևում հիմա հավը կմիացնենք, ինքը կտապակվի։ Այսինքն այս ընթացքում միացված չէր։ Ոչ։ Նոր ենք միացնելու։ Ես հասկանում եմ սկիսուրության պահն ես բացարձակ չեմ նեղվում։ Արդեն ես էլ չեմ նեղվում, որ ես կեսուր եմ։ Ահա, ընտիր։ Տապակում ենք հավը համեմված վիճակում արդեն որքան ժամանակ։ Ես կարծում եմ 20-25 րոպե։ 20-25 րոպե։ Իսկ քանի որ դուք խոստացել եք մեզ զարմացնել quattro formaggi պանրային սոուսով պաստայով, երբևէ դա լինելու է մեր հաղորդման շրջանակներում։ Հենց հիմա, այսինքն մենք դնում ենք սա եւ անցնում ենք միանգամից պանրային սոուսին։ Պանրային սոուսը պատրաստելու համար ինչ է անհրաժեշտ բացի կամքից։ Սերուցք եւ պանիրներ։ Կատարեք գործողությունը, որպեսզի մեր հեռուստադիտողների համար էլ պատրաստ պատկերած։ Դե դրեք այդ կադրերը, մենակ իմ մասով չէ, այդ որ լեզուն կապ անգնում, դրեք այդ բոլոր կադրերը։ Միանշանակ դնելու ենք, Էլինե, հավատացեք դնելու ենք։ Մենք բոլորս պատրաստված ենք միս եւ արյունից եւ յուրաքանչյուրս ունենք սխալվելու իրավունք։ Եվ թող առաջինը քարը նետինա, ով սխալական չէ։ Միանշանակ։ Շնորհակալություն։ Իսկ հիմա ասեմ, թե ինչ էի ասում, որպեսզի մեր հեռուստադիտողների համար նույնպես պարզ լինի ձեր գործողությունների ընթացքը։ Էլինե, ասացիք, որ դնենք այդ կադրերը, ճիշտ է։ Այո։ Իսկ դուք հետևելու եք այդ հաղորդմանը։ Անպայման։ Հեռուստացույցով թե ոչ։ Համացանցով։ Ես հեռուստացույցի հետ կարծես թե չունեմ։ Հրաշալի նորություն ունեմ ձեզ համար։ Ասեք։ Հաղորդումը եթեր գնալուց անմիջապես հետո կարող եք մուտք գործել Չէին սպասում .am կայք, որտեղ կգտնեք մեր բոլոր հաղորդումները, ձեր հաղորդումը ներառյալ, կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան ալիքներում, որտեղ նույնպես տեղադրված են բոլոր հաղորդումները,
վստահեցնում եմ ձերը նույնպես տեղադրված է լինելու, հենց իմ կիքսերով։ Այ, ես շատ ուրախ եմ։ Ուրեմն հաստատ կհետևեմ ու կնայեմ։ Այսինքն ձեր հաղորդման մեջ հետաքրքրում էր ոչ թե ձեր գործողությունները, այլ իմ կիքսը։ Ինձ իմ հաղորդման մեջ բովանդակային բոլոր մասերը հետաքրքիր են։ Հասկանալի է։ Ինձ այս պարագայում հետաքրքիր է երբ է պատրաստ լինելու վերջապես պանրային սոուսը։ Դե մի քիչ խոսեցրեք ինձ, որպեսզի։ Ահա, վերջապես հասանք այն փաստին, որ դուք չեք կարողանում համատեղել գործը եւ խոսքը, որովհետեւ ինքներդ ասացիք, ինձ քիչ խոսեցրեք, որպեսզի ստացվի։ Այո, իսկ դուք ինչու եք ուզում, որ պարտադիր ասեք, թե ես ինչ եմ կարողանում եւ ինչ չեմ կարողանում։ Դե լավ, չեմ ասի, թող բոլորը նայեն եւ իրենց աչքերով տեսնեն։ Շատ լավ, որ ոչինչ չեք կարողանում։ Դրեցիք կարակ տապակի մեջ, պետք է ավելացնեք սերուցք։ Պետք է ավելացնեք 4 տեսակի պանիր, հնդածս պետք է անջատեք հեռախոսը։ Այսպես կարելի է անել։ Այնտեղ տեսնում եմ նաև կա մայոնեզ, ինչի համար է դա, որտեղ ենք օգտագործելու։ Մայոնեզը օգտագործելու ենք գրիլի համար նախատեսված սոուսում։ Ինքը շատ հետաքրքիր սոուս է, բայց շատ հեշտ պատրաստվող։ Մի 2 համեմունք եւ վերջ։ Որքան ժամանակ է մեզ անհրաժեշտ, որպեսզի մեր ուտեստները պատրաստ լինեն արդեն։ Կարծում եմ ընդհանուր միասին 35 րոպեից լրիվ պատրաստ կլինի։ Վստահ եք։ Այո։ Ես ժամանակը խոստանում եմ կպահեմ ձեզ համար։ Պահեք։ Եթե չունենք առջևում ուրիշ շատ ավելի կարևոր գործողություն, վերջապես սերուցքը գնում է դեպի տապակը, չեմ հավատում։ Գնացինք։ Եվ պետք է ավելացնել ընդամենը պանիրները, կա կոնկրետ հերթականություն, որը շուտ է հալվում, որը ուշ է հալվում։ Ոչ։ Միանգամից ամբողջությամբ։ Միանգամից մոցարելա է շատ հեշտ է հալվում։ Սա փոքրիկ ռոկֆորի կտոր։ Ինչու փոքրիկ, որովհետև ինքը շատ սուր համ ունի ու մեզ ուղղակի պետք է որ թեթև համ ունենա, սա չէ դեռ։ Եվ իմ ամենասիրելին պարմեզան։ Ինձ թվաց դա էլ ամբողջությամբ կդնեք ճիշտն ասած, որովհետև դա ձեր ամենասիրելին է։ Չէ, բայց ինքը քանի որ կոշտ պանիր է, մաս կարելի է դնել, որպեսզի հալվելու հետ կապված խնդիր չունենանք։ Հասկանալի է։ Դե ընդմիջենք, Էլինե։ Մի փոքր ուշ վերադառնանք, արդեն հասկանանք, թե ինչ ընթացք է ստացել այս ամենը։ Շատ լավ։ Գնացինք։ Կիքսերը, հա, ուզում ես որ կիքսերը եթեր գնան, կգնան։ Պայման։ Կգնան, ու նաև կգնան, այ հիմա ինչ ես անում, էդ էլ է եթեր գնալու։ Մոցարելան շատ է ես հասկացել։ Չէ, թող գնա, թող այ հենց տենց գնա։ Հա, օքեյ, թող գնա, ուղղակի ես հեռացնում եմ։ Մոնտաժ ես անում, էլի, պանիրը մոնտաժ ես անում այդ թավայի մեջ։ Նայեք, արդեն հալվում է ինքը։ Ես սիրում եմ այս սպորային վիճակները, չգիտեմ։ Բայց ոնց հասկանում եմ չենք ուտելու, հա, զանգենք մի բան պատվիրենք երևի, թե նստենք։ Ես կարամ մեզ մոտ, որը մոտա ու համեղա, տամ իրանց տվյալները, իրանց ծվա։ Չէ, դու պիտի պատվիրես։ Էլինե, մենք արդեն հասնում ենք կարծես թե վերջնական արդյունքներին եւ մեզ մոտ պատրաստ է արդեն աղցանը։ Այո։ Ես առաջարկում եմ որպես խաղաղության դաշնագրի կնքում միասին ավելացնենք Մարրանիկ ընկերության Quattro պղպեջի պղպեղը, սա մենք ենք իհարկե այդպես անվանել, իրականում կոչվում է 4 պղպեղ եւ այսպես, շատ հեշտ է ամեն ինչ, այսպես վերցնում ենք եւ իդեպ սա հարաբերություններ է նաեւ շատ լավ հաստատում եւ ավելի բարեկամացնում է մեզ։ Համաձայն եք թե ոչ։ Լրիվ Շատ հետաքրքիր կերպ։ Չէ։ Հրաշալի է։ Շատ հետաքրքիր ձև եք տվել այս լոշիկին, ինչ է նրա մեջ տեղադրվելու։ Բանջարեղենը եւ հավը։ Սոուսով, որը մենք հիմա այսպես մայոնեզով մի 2 համեմունքով կստանանք։ Օգնելու կարիք կա ձեզ։ Օգնելու կարիք ինձ թվում է էլ հաստատ չկա, որովհետեւ մեզ մնում է այստեղ սա։ Ահա։ Որը ես կավելացնեմ, բայց աղ ավելացնելուց հետո իհարկե։ Ուղղակի սովորական եռացրած ջուր է, որի վրա ավելացնում ենք
Մառանիկ ընկերության աղ, իսկ ձեթ չենք ավելացնում այս ընթացքում։ Ձեթը ես պաստան լցնելուց հետո կավելացնեմ, որպեսզի համել չկպտնեն իրար այսպես։ Խորհուրդ կտամ անպայման օգտագործել Slabada ընկերության պուսա յուղը։ Սա իմ ամենասիրելի պահերից մեկն է, Ես էլ եմ սիրում։ Կամաց մոտենում ենք դեպի ավարտին։ Այո։ Խառնենք, որպեսզի չկպչի։ Կարող ենք նաև ավելացնել ձեթը եւ այստեղ արդեն պատրաստի ունենք սոուսը, ճիշտ է։ Այո, բայց ցուցադրել։ Սոուսը մենք վերջում եւս մեկ անգամ կտաքացնենք, որ այդպես հենց էֆեկտիվ գեղեցիկ մատուցվի։ Մի քիչ ես ավելացնում եմ ձեթ։ Էլինը ձեր թույլտվությամբ ցանկանում եմ ջեռոցը բացել, որպեսզի տեսնենք, թե ջեռոցի ներսում ինչ է կատարվում։ Իհարկե, խնդրեմ։ Մի փոքր զգույշ է պետք այն անել, որովհետև միանգամից գոլորշին հարվածում է։ Եվ կարծես թե պատրաստ է, այո, մեր բանջարեղենային գրիլը։ Այո։ Ես այս ընթացքում իրեն շրջել եմ, մի փոքր աղով եմ համեմել։ Այո։ Եվ կարծում եմ վերջ, այո, պատրաստ է։ Այսինքն մեզ մնում է հանդիպել սեղանի շուրջ։ Այո, սեղանի շուրջ արդեն երբ ամեն ինչ կլինի պատրաստ։ Մենք այս quattro formaggin ավելացնում ենք պենեի վրա, արդեն մեր հավը կարծես թե պատրաստ է, այո։ Հավը ևս Կբացեք, եթե խնդրեմ կափարիչը։ Իհարկե։ Հրաշալի է։ Դե, ուրեմն կհանդիպենք սեղանի շուրջ Էլինե։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։ Էլինե վերջապես եկավ երկար սպասված պահը եւ մենք արդեն պետք է անցնենք ուտեստների համտեսին։ Բայց մինչ համտեսը ես խնդրել եի, որպեսզի դուք ձեր ուտեստների համար մտածեք անուններ։ Եվ ես համակ ուշադրությամբ սպասում եմ, թե ինչպես եք դուք նրանց անվանակոչելու։ Շատ լավ։ Դե այդ դեպքում ես քանի որ այս ափսեները շատ սիրում եմ գլխարկ, մենք ընդհանրապես այս տարբերակում կանվանենք պանրային գլխարկ։ Հրաշալի է։ Այս աղցանը կարելի է անվանել գարուն, որովհետև նախ բան չմնաց գարնանը, գուցե գարուն է արդեն շատերիս համար, եւ այս տարբերակն էլ ինչ որ ծաղկի հետ եմ ես ասոցացնում, չգիտեմ։ Ես կանվանեի ուղղակի գունավոր ծաղիկ։ Գունավոր ծաղիկ։ Այո։ Նախ ասեմ, որ նկարչական ձևավորումը ինչպես դուք խոստացել եք, իրոք որ ստացվել է հրաշալի, 10-ից 10 կարելի է գնահատել։ Շնորհակալ եմ։ Անցնենք համտեսին։ Եվ այսպես։ Ես չեմ ուտի ամեն դեպքում կսպասեմ։ Լավ, եթե չեք ուտում, շատ բարի։ Չէ, ուտում եմ։ Ուրեմն բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Բարով եք եկել։ Շնորհակալություն։ Ամենակարևորը։ Հուսամ ամեն բան այլևս անցյալում է։ Այո։ Այ հիմա բարի ախորժակ։ Այ հիմա բարի ախորժակ։ Բայց անկեղծ կասեք։ Հա, ինչ խոսք։ Պաստայի համար արժեր ես քան սպասել։ Հա։ Հա։ Ինձ ծաղիկն է իհարկե ավելի շատ հետաքրքրում, որովհետև սա պարզ է։ Դե կարելի է իրան տանել են կողմ։ Տանել են Որտեվ կողմ։ գլխարկա։ Կամ դնել գլխին, որովհետև գլխարկը։ Давайте։ Ինչ որ հատուկ ուտելու ռիտուալ չկա, չէ՞, սրա։ Չէ, իրան հիմնականում այտենց ձեռքով էլ պետքա պոկել, ուտել այդ սոուսով, մի խոսքով։ Նու ես իրան դանակ պատարակաղով չեմ պատկերացնում։ Սոուսն էլ է հետաքրքիր ստացվել, մայոնեզ, սամիտ եւ Սխտորային համեմունք, ու մի քիչ էլ, որ ես շատ եմ սիրում օգտագործել, կորեական աղցանի համեմունք, ինքը շատ սիրունացնում է։ Հրաշալի։ Ապրես Էլինե, արժեր ես քան սպասել։ Ինչքան եք սպասել։ Անկեղծ ասեմ, Ժամանակային։ 5 ժամ։ 5 ժամը նկարում ենք, բայց։ Հա։ Առհասարակ ինչքան ենք սպասել, 3 ժամ։ 3 ժամ։ Հասկացա։ Դե, բարի ախորժակ։ Բարի ախորժակ։
Էլինե, շնորհակալություն համեղ եւ էսթետիկ կերակուրների համար։ Ես ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ լիահույս եմ, որ մեր հաջորդ հանդիպմանը այստեղ կանգնած կլինի ոչ թե Դավիթի մեքենան, այլ ձեր երազանքների մեքենան։ Օ, շատ շնորհակալ եմ։ Ահա, Դավիթի մեքենան էր։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ ուրախ, որ եկաք, որ կարողացա ձեզ հյուրընկալել եւ էլի եկեք։ Պարտադիր չի, տեսախցիկով։ Շատ բարի։ Շնորհակալություն Էլինե, հաջողություն։ Ձեզ հաջողություն։ Շատ եմ սիրում հյուրեր, շատ ընտիրեր, դե էլ ինչ ասեմ։ Հաճելի էր ու այսօր էլ հաց կերանք։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Torabika cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Torabika cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով дրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.